Ողջույն, 24 TV-ին շարունակում է աշխատանքը։ Այսօր 2026 թվականի մեր առաջին հաղորդումն է, բոլորիդ մաղթում եմ խաղաղ եւ հաջողություններով լի տարի։ Այսօր 24 TV-ի տաղավարում հյուրընկալել եմ տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ, ես եմ միանում ձեր բարեմաղթանքներին։ Թող այս տարին ձեզ դիտողների համար միայն առիթ լինի դրական լուրեր, վերլուծություններ փոխանցելու։ Շնորհակալ եմ շատ։ Խոսենք Իրանում ստեղծված իրավիճակից։ Դեկտեմբերի 28-29-ից սկսվեցին բողոքի ակցիաներ, պատճառը ազգային արժույթի արժեզրկման եւ գների աճով էր պայմանավորված։ Հետո արդեն քաղաքական երանգներ տեսնում ենք, որ ստացավ այդ ակցիաները եւ մասշտաբը մեծացավ։ Ինչ զարգացումներ կարող են լինել։ Շնորհակալ եմ։ Իրականում անակնկալ էր տեղի ունեցած Իրանում այն առումով, որ չնայած վերջին շրջանում բազմապիսի խնդիրներին, այնուամենայնիվ բողոքի գործողություններ որպես այդպեսին չէին կանխատեսվում, որովհետև սկսած դեռևս 2025 թվականի հունիսյան այդ պատերազմից Իսրայելի հարձակումից հետո ընդ որում Իսրայելի նպատակներից մեկն էլ հենց այդ էր, հենց այդ ժամանակ պատերազմի ժամանակահատվածում էլ դեռևս բորբոքել երկրի ներսում որոշակի բողոքի գործողություններ, հետո դրանք ուղղորդելով նաև տանել դեպի ներքաղաքական ցնցումների, որը տեղի չունեցավ, այսինքն հակառակ միտումն արձանագրվեց, հասարակությունն ավելի ամրապնդվեց արտաքին ագրեսորի դեմ գործընթացում։ Դրանց հետո էլի սոցիալ-տնտեսական խնդիրներ, տևական ժամանակ ջրի, ուրեմն մատակարարման խնդիր կար, հատկապես մեծ քաղաքներում, էլեկտրականության լրջագույն խնդիր կար, օդի աղտոտման խնդիր կար, բայց նման գործողությունների պատճառ չէր դառնում։ Իսկ ձեր նշած թեման, այսինքն արտարժույթի տատանումը, գնի նման կտրուկ տատանումը փաստացի բերեց տնտեսական ուրեմն հիմքով բողոքի գործողությունների եւ դեկտեմբերի 28-ից սկսած մոտավորապես 26 նահանգներում, եթե չեմ սխալվում, մի քանի 100 բնակավայրերում այդ գործողությունները տարբեր մասշտաբի Այսինքն ընդլայնվում է։ Այո, այս պահին կա ընդլայնման միտումներ։ Ընդ որում այստեղ երկու կարևոր հանգամանք կա։ Առաջինը այն է, որ ցույցերն իրոք ինքնաբուխ են եղել, այսինքն չեմ կարծում, որ այս պարագայում դրսից ինչ որ հրահրման առիթ է եղել, բայց դրանից հետո արդեն ուղղորդման փորձեր եղել են։ Որտեղ կրկնում եմ, հատկապես Իրանի արտաքին հակառակորդների պարագայում, դրանալ դեպքում Իսրայելի պարագայում այս սցենարը միշտ օրակարգան եղել, այսինքն փորձել ուղղորդել այդ գործողությունները, այսինքն սկսվել է հասնել իշխանափոխության։ Այո, ստեղծել այնպես իրավիճակ, որ թե կամ ներքին ռեսուրսով կամ նաև արտաքին միջամտությամբ կգնա իշխանափոխության սցենար։ Հիմա իրական տնտեսական հիմքով բողոքի գործողությունները առաջացան, որոնք տարածվեցին երկրի ամբողջ ասենք երկրի հիմնական այդ առանցքային հատվածներում, ընդ որում շատ հետաքրքիր միտում կա, դրանք տարածում են այն հատվածներում, որտեղ օրինակ իսրայելական Մոսադի ազդեցություն կա, օրինակ քրդական հատվածում, բելուջական հատված, այսինքն հիմնական ուրեմն էթնիկ ոչ ֆարսի ուրեմն խմբերով բնակեցված հատվածներում։ Հետո մյուս կարևոր հանգամանքը իշխանությունները բավականաչափ կառուցողական մոտեցան, այսինքն ի տարբերություն նախորդ դեպքերի չգնացին կտրուկ ճնշման գործողությունների։ Հակառակը նախագահի շուրթերով, որոշակի նաև հոգևոր առաջնորդի շուրթերով հնչեցում են այն ուղերձները, որ եթե երկրում կա տնտեսական բողոք, պետք է լսել մարդկանց եւ փորձել լուծել կառավարության ջանքերով կամ ամբողջ համակարգի Փեզեշքյանն էր ասել, հոգևոր առաջնորդը մի քիչ ավելի կոշտ էր արձագանքել, բայց նա էլ կարծես թե նշում էր, որ պետք է լսել ժողովրդի ձայնը եւ կենտրոնական բանկի ղեկավարը։ Կենտրոնական բանկի ղեկավար փոխվեց, այսինքն եթե չեմ սխալվում նաև նախագահի փոխնախագահ հրաժարական տվեց, այսինքն դեր իշխանությունների արձագանքն էլ որոշակի առումով մեղմ էր, բայց այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա,
Ինչու օրինակ ի տարբերություն նախկին դեպքերի, ընդ որում տեսեք վերջին երկու դեպքերը նշեմ 2019 թվականին այդ ժամանակ բենզինի գների կտրուկ աճի պատճառով էին բողոքի գործողությունները մի քանի ամիս տևեցին, բայց իշխանությունները շատ կտրուկ կերպով ուրեմն կոտրեցին այդ բողոքի գործողությունները շատ ավելի մեծ ծավալի բողոքի գործողությունները 2022 թվականի սեպտեմբերից սկսեցին մի քանի ամիս դարձյալ տևեցին այդ ժամանակ ուրեմն քրդուհու հիջաբը սխալ կրելու պատճառով ուրեմն նրան ձերբակալել են, հետո ոստիկանական բաժանմունքում ծեծի արդյունքում մահացել էր եւ նրանց հետո մի քանի ամիս այդ կանանց իրավունքների հետ կապված թեմաներով էլի ամբողջ երկրում բողոքի գործողությունները եւ իշխանությունները էլի շատ կտրուկ գործիքներով ուժի կիրառմամբ ուրեմն ծրեցին այդ գործողությունը։ Այս դեպքում չեն գնում դրան։ Դա ունի երկու կարևոր բացատրություն։ Առաջինը այն է, որ ուրեմն շատ մեծ մտավախություն կա, որ արտաքին միջամտություն կարող է լինել ուժային միջամտություն, ընդ որում այդ միջամտության սցենարն ավելի արդիական դարձավ Վենեսուելայում տեղ ունեցած իրադարձություններից հետո, ընդ որում հիշեցնեմ, որ երկու անգամ Դոնալդ Թրամփն է հիշեցրել, որ անդրադարձել Իրանում տեղ ունեցածին, սպառնալով, որ եթե ցուցարարների դեմ բիրտուշ կիրառում Միացյալ Նահանգների ներգրավվածություն կնի։ Իսրայելում են եղել աջակցություն, վարչապետն է Իսրայելի աջակցել ցուցարարներին, ընդ որում տարբեր վերլուծաբաններ նշում են, որ ցուցարարների կողքին բազմաթիվ Մոսադի գործակալներ, որը իրականություն է, այսինքն այդ բողոքի գործողությունների տրամաբանության փոփոխությունը ավելի ուժի կիրառմամբ տարբեր հարձակումների եւ այլն դա մեծ հաշվով հնարավոր է որ արտաքին միջամտությամբ այսինքն այս իրողություններն են որ որոշակի զգուշավորություն են հաղորդում Իրանի իշխանություններին եւ առայժմ փորձում են այսպես բիրտ ուժի կիրառման չգնալ միայն այն դեպքում են դիմում գործողությունների երբ որ կա հարձակում ցուցարարների կողմից ընդ որում այս 8 օրվա ընթացքում եթե չեմ սխալվում շուրջ 2 տասնյակ զոհ է արդեն իսկ կազմել այո եւ 200-ից ավելի վիրավորներ, եթե չեմ սխալվում, բայց այսպես նշեմ, որ իրավիճակը զարգանալու միտումներ ունի եւ որը բնականաբար բավականաչափ մտահոգիչ է։ Իդեպ փորձագետներից Իրանի մեկը նշել էր, որ ծրագրավորված է եղել Ամերիկայի կողմից, որ Մադուրոյի սցենարը գործեր, բայց կանխվել է իրենց հետախուզության միջոցով դա ավելի վաղ, երբ որ 12 օր պատերազմ էր Իրան եւ Իսրայել։ Այսինքն չի բացառում այս սցենարը գործի եւ Թրամփն էլ ասացիք խոսել է։ Ակնարկներ արել է այստեղ տեսեք, երբ որ մենք այն ժամանակ դեռևս այսքան այդ Իրան-Իսրայել-Իրան պատերազմի ժամանակ դիտարկում ենք տարբեր սցենարներ, իրավիճակները բավականաչափ մոտ են։ Օրինակ տեսեք, ինչպես օրինակ տեղ ունեցավ մի շարք բարձրաստիճան զինվորականների եւ այդ միջուկային ֆիզիկայի ոլորտի մասնագետների սպանությունները, այսինքն թիրախային հարձակումներ են, այսինքն շատ հստակ է որ իսրայելական հետախուզությունը ուներ տվյալներ, թե որտեղ են գտնվում եւ այլն եւ շատ գրագետ ուրեմն գործողությունները նրանք շարքից հանեցին այդ անդրադարձ, այսինքն ակնհայտ էր որ նման սցենար կարող էր լինել, բայց դա չեմ կարծում որ Իսրայելը կարող էր ինքնուրույն անել, այսինքն Միացյալ Նահանգների միջամտությամբ բնականաբար դա հնարավոր սցենար էր, բայց այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա ի տարբերություն Վենեսուելայի, Իրանի դեպքը մի փոքր ուրիշ է, որտեղ Վենեսուելայում կա համակարգային ընդդիմություն, ընդ որում անմիջական ղեկավարներից մեկն էլ ուզում հիշեցնել, որ Նոբելյան մրցանակ ստացավ 2025 թվականի համար այն մրցանակը, որին այդքան ձգտում էր Դոնալդ Թրամփը եւ ի տարբերություն դրա օրինակ Իրանում նման ընդդիմություն չկա այսպես համակարգային, որը կարողանա հոգեոր առաջնորդին այսպես իշխանազրկելուց հետո ստանձնի երկրի ղեկավարությունը եւ երկրում անցնցում իշխանապողություն տեղ ունենա։ Այսինքն Իրանում ցանկացած նման սցենարով իշխանապողություն ինքը հղի է շատ մեծ ներքին անկայունության, որը կարող է տարածվել ոչ միայն ամբողջ երկրի տարածքում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Սա շատ մտահոգիչ է, հետեւաբար Միացյալ Նահանգները ինքնուրույն անգամ Իսրայելի հետ նման սցենարի չի կարող գնալ։ Նրա համար պետք է նա ունենա որոշակի փոխհամաձայնեցում առնվազն Պարսից ծոցի արաբական երկրների, այսինքն այն բոլոր երկրների հետ, ում հետ բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ ունի։
Հիմա դա չկա, Նկատի ունեք ռազմական գործողությունների չի գնա։ Գուցե թե գնա, բայց պետք է լինի, այո, պետք է լինի ինչ որ հաշվարկված սցենար թույլ չտալու համար, որպեսզի իրավիճակը Իրանում վերահսկողությունից դուրս գա։ Մենք տեսնում ենք Վենեսուելայում այնպես չէ, որ նախագահի ուրեմն նախագահային ձերբակալությունից հետո երկրի իշխանությունը կամ երկրում ինչ որ կոլապս է առաջացել իշխանության բակում, ոչ չկա նման բան։ Իրանում նման սցենար կարող է տեղ ունենալ։ Հետո Իրանում կա բազմաշերտ համակարգ իշխանության, կա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս, որը առանձին պետություն է կարելի ասել պետության մեջ, եւ ես չեմ կարծում, որ օժտված է ռազմական ներուժով եւ չեմ կարծում, որ օրինակ նման սցենարի դեպքում այս մարտիկ, որոնք նավտնտեսական մեծ լծակներ ունեն, այդքան հեշտ կհանձնեն իշխանությունը։ Ոչ, այսինքն շատ մեծ է Իրանում ներքին անկայունության հնարավորությունը։ Իսկ դա, ինչպես արդեն նշեցի, կարող է տարածվել ամբողջ ոչ միայն երկրի տարածքում, այլև տարածաշրջանում։ Սա է պատճառը, որ կարծում եմ Միացյալ Նահանգները վստահաբար նման սցենարի գնալուց առաջ մի փոքր կմտածի։ Փորձ է արվում կրկին օրակարգ բերել նախկին շահի գահանկեց արված շահի որդուն իշխանության բերելու, այո, բայց այդ անձը չունի հեղինակություն։ Եթե Իրանում տեղ ունենա իշխանափոխություն, ապա շատ դժվար է համակարգի փոփոխությամբ այդ իշխանափոխությունը տանել։ Իսկական տրամաբանությունն այն է, որ այդ եղած համակարգի տրամաբանության մեջ պետք է, այսինքն իսլամական այդ համակարգը, կրոնապետության համակարգը կմնա, այդ համակարգի ներսում կգտնվեն անձինք, ով կվերցնի իշխանությունը, որը ժամանակ ուրեմն կառավարի երկիրը, մինչև կհասկանան ինչ է։ Բայց ես նպատակն է, որ այդ բայց իրենց այո, համաձայն եմ, հենց դա է ամբողջ խնդիրը, որ քանի որ ինչպես արդեն նշեցի, չկա այլ համակարգ գործում, որը կարողանա որը կարողանա առաջնորդել բողոքի գործողությունը եւ հետո ստանձնել երկրում իշխանության պատասխանատվությունը, հետո ստանձնելուց հետո էլ կարողանա նորմալ բնական կերպով կառավարել, դա արտաքին ուժերը, հատկապես Միացյալ Նահանգները որոշակի զգուշավորությամբ են գործում, բայց ել եմ նշում հաշվի առնելով թե Դոնալդ Թրամփի անկանխատեսելիությունը եւ թե նաեւ Բենյամին Նեթանյահուի ոչինչ բացառել հնարավոր չէ։ Հիմա դուք ասում եք քաղաքական նաեւ երանգ է ստանում այս ցույցերը, մինչեւ ինչքան կարող է զարգանալ, կարծում եք։ Կա արտաքին աջակցություն ցույցերին, կա ներքին շատ լուրջ պատճառ, այդ ուրեմն ազգային արձակումը, դրան զուգահեռ սոցիալական խնդիրները, տնտեսական խնդիրները, կա իշխանության կողմից այս բան ոչ բիրտ ուժի կիրառման, մասշտաբային բիրտ ուժի կիրառման ուրեմն դեպքեր, իսկ սա թույլ է տալիս կանխատեսելու, որ այնուամենայնիվ գուցե ծավալվեն գործողությունները, եւ կրկնում հատկապես կարևոր է դրսից աջակցության հանգամանքը։ Այնուամենայնիվ տեսեք, ես նշեմ արտաքին դերակատարների, այսինքն իրանական վարչակարգի հակառակորդների տրամաբանությունը։ Եթե անգամ այս ցույցերը վերջնարդյունքի չտանեն, որն է համակարգի փոփոխություն, այնուամենայնիվ դրանք ցնցելու են համակարգը, ավելի են թուլացնելու, ինչպես օրինակ 12-օրյա պատերազմը, եւ հաջորդ գործողությունները, որոնք պետք է լինեն, եւ շատ ավելի կանխատեսելի եւ ավելի համակարգված եւ ավելի ծրագրված, դրանք բնականաբար ավելի արդյունավետ կլինեն։ Հետեւաբար այստեղ որևէ կերպ փորձ չի արվելու գոնե դրսից կանգնեցնելու այդ աջակցությունը, այնքան հնարավոր է այդ աջակցությունը ցուցաբերվելու է, ինչ արդյունք կունենա։ Իհարկե, եթե իրանական իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառման դեպքեր լինեն, այդ դեպքում արտաքին միջամտության հավանականությունը շատ մեծ է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վենեսուելայում արձանագրված այդ հաջողությունից հետո բնականաբար թե Միացյալ Նահանգներում եւ թե Իսրայելում բավականաչափ մեծ է ոգևորվածությունը եւ չի բացառում, որ այդ ուրեմն հոգեբանական վիճակը ազդի նաեւ Իրանի դեմ ինչ որ գործողություններ պլանավորել եւ իրականացնելու համատեքստում։ Այնուամենայնիվ այս պահին կրկնում եմ, ամենավերջին 1-2 օրվա ընթացքում տեսնում ենք, որ ցույցերն ավելի ծավալվում են,
քան նույնիսկ քաղաքական այսպես քաղաքական երանգ ստանալուց հետո ակնհայտ է այսինքն այդ պահանջը ներսում ձևավորվել է հանրության դե այդ պահանջը միշտ է եղել, այնպես չի որ չի եղել, այսինքն Իրանում գործող վարչակարգը միշտ ունեցել է հակառակորդներ երկրի ներսում, նաև հասարակության շրջանում, բայց հաշվի առնելով համակարգի եւ դրա առանձնահատկությունները այդ մասին նշեցի, հա, կա իսլամական հեղափոխության պահապանների կորպուս, որը շատ ուժեղ այսպես լծակների է տիրապետում, մարդիկ պարզապես վախեցել են իրենց այդ քաղաքական հայացքներն արտահայտել։ Հիմա օրինակ մի շարք քաղաքներում հնչում է օրինակ մահ բռնապետին, մահ Խամենեին նման լոզունգով, ուրեմն ցույցեր, կարգախոսներ հնչեցվում եւ գործողություններին ակնհայտ կերպով քաղաքական երանգ է հաղորդում։ Կրկնում եմ, բայց այստեղ կա հնարավոր է նաեւ արտաքին միջամտություն, որտեղ շատ մեծ է իսրայելական հատուկ ծառայությունների ներգրավվածությունը Իրանի ներսում եւ չի բացառ կրկնում եմ նաեւ չնայած իրանական կողմն էլ իրենց քարոզչական մակարդակում իրենք անդադար նշում որ օրինակ բողոքի ցույցերը հանգիստ ցույցերը դրանք մի բան են, բայց այդ բռնությունները, հարձակումները պետական տարբեր կառույցներն են, դրանք հրահրված են արտաքին ուժերի կողմից։ Իրականում դրա մեջ շատ մեծ ճշմարտություն կա։ Այնպես որ այս պահի դրությամբ կանխատեսել է, որ բողոքի գործողությունները դեռևս կընդլայնվեն, իսկ հետագա սցենարները բարդ է այս պահին կանխատեսել ինչպես կգնա։ Ամեն դեպքում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իսրայելի հարվածին Իրանի դեմ, եթե Թեհրանը շարունակի իր բալիստիկ հրթիռների եւ միջուկային ծրագրերը, հետո արդեն պատասխան եղավ հոգևոր գերագույն առաջնորդի խորհրդականի կողմից, որ չպետք է միջամտի մեր հարցերին, այսինքն այս թեման անընդհատ Թրամփը պահում է օրակարգում։ Իրենք ունեն 10 օրյա պատերազմից հետո իրենք ունեն հստակ սցենար, հասնել նրան, տեսեք, մի քանի շերտ է սցենարների։ Առաջինը այն է, որ այն ինչ որ տեղ ունեցավ 12-օրյա պատերազմի ընթացքում, այսինքն հնարավորինս թույլատնել Իրանի ռազմական ներուժը, միջուկային ներուժը։ Դրանից հետո հաջորդ սցենարը սահմանափակել ընդհանրապես Իրանի միջուկային ներուժի զարգացումը, այսինքն այդ միջուկային ծրագրի զարգացումը եւ հրթիռաշինական ներուժը։ Մյուս կարևոր սցենարը, այսինքն հնարավորինս թույլատնել երկրում իշխող այդ կրոնապետական վարչակարգը։ Իսկ վերջնարդյունքը իհարկե այդ համակարգի փոփոխությունն է։ Հիմա փուլ առ փուլ գնում են այդ ուրեմն նպատակների իրականացմանը։ Առաջի փուլը, ինչպես արդեն նշեցի, 12-օրյա պատերազմի ընթացքում էր, հետո դրանից հետո դիվանագիտական մեծ ճնշումն է, որը մինչև այսօր շարունակվում է, այսինքն իրանական կողմը հստակ նշում է, որ ամերիկյան կողմը հստակ նշում է իր ակնկալիքները, որ թույլ չի տալու Իրանի կողմից միջուկային ներուժի զարգացում, միջուկային ծրագրի զարգացում։ Եվ քան դեռ Դոնալդ Թրամփն է Միացյալ Նահանգները Սպիտակ տանը ուրեմն կառավարում, վստահաբար սա շատ մեծ մտավախություն է իրական կողմերը եւ ընդ որում ասեմ, որ Միացյալ Նահանգների այս հայտարարություններին իրանական կողմը բավականաչափ զուշավոր կերպով է արձագանքում, շատ լավ հասկանալով իրադարձությունների անկանխատեսելիությունը։ Ես եթե անկեղծ ասեմ, կանխատեսում էի նոր ռազմական հարված Իրանի դեմ, բայց Իսրայելում խորհրդանական ընտրություններից հետո, երբ որ ավելի ազատ կլինի, այս 2026 թվականի ընթացքում է լինելու, բայց այսինքն կառավարման ձևավորումը ընտրություն, ես կարծում եմ, որ այդպես է լինի, բայց քանի որ այս ցույցերն իրենք անակնկալ կերպով մեկնարկեցին, չի բացառում, որ մինչև ընտրություններն են այդ գործողությունները տեղի ունենան։ Այնպես որ այս սցենարը, այսպես ասեմ, քանի դեռ Միացյալ Նահանգները Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի վարչակազմը, Իսրայել իշխանությունները փորձելու են առավելագույնս օգտագործել Իրանի դեմ իրենց բոլոր խնդիրները լուծելու համար։ Իսկ ես պլան մաքսիմումը, դա ես արդեն նշեցի, վարչակարգի փոփոխություն։ Մենք կհասնեն դրան, կհասնեն, եթե չէ, ինչքան հնարավոր է երկրի ներսում կթույլատնել իրանական ազդեցությունը, որովհետև տարածաշրջանում անցյալ 2 տարիների ընթացքում էականորեն թույլատել է Իրանի ազդեցությունը եւ Իրանից եկող սպառնալիքը Իսրայելի համար։ Հիմա վարչակարգի փոփոխությունը կամ այն հնարավոր զարգացումները, ինչի մասին խոսեցինք, ինչ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, որովհետև հոգևոր գերագույն առաջնորդը խոսել էր օրերս, նախ մտահոգություն էր հայտնել, որ Սյունիքի այդ ճանապարհը Զանգեզուրի միջանցքի տրամաբանության մեջ է, եւ բացի այդ, այս զարգացումները ինչ խնդիր, ինչ խնդրեմ է ստեղծում մեզ համար։
մի փոքր ճշգրտում նրա խորհրդականներ խոսել, այո։ Տեսեք, այնուամենայնիվ ինչ որ ցանկացած անկայունություն Իրանում որևէ կերպ չի կարող դրականորեն ազդել դրական հետևանք կամ դրական արդյունք ունենալ Հայաստանի համար եւ մեր տարածաշրջանի համար։ Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Իրանում լինի կայուն, չափազանց կարևոր է, որպեսզի այնտեղ եղած իշխանությունների հետ մենք ունենանք արդյունավետ երկխոսություն։ Հիմա այս պարագայում, այսինքն նման զարգացումների պարագայում շատ մեծ է հավանականությունը, այսինքն եթե երկրում իրադարձությունները գնան վատթարագույն սցենարով, որ Իրանը գնալ է թուլացման ճանապարհով։ Իսկ Իրանի թուլացումից առաջինը օգտվելու են նրա տարածաշրջանային հակառակորդները։ Որտեւ այո, գործողությունն իրականացնում է Իսրայելը, նրան աջակցում Միացյալ Նահանգները, բայց տեղում այդ իրավիճակից օգտվում են նրա հակառակորդները, իսկ առաջինը դա Թուրքիան է։ Թուրքիան նրա հետ միասին իհարկե Ադրբեջանը, ընդ որում շատ հետաքրքիր մի բան ասեմ, այս վերջին զարգացումների ընթացքում օրինակի տարբերություն նախորդների Իրանի հյուսիս-արևմտյան նահանգները, որոնք հիմնականում թուրքախոսներ են բնակեցված, այդ նահանգներում process-ներ չեն ընթանում։ Սա շատ հետաքրքիր է, այսինքն նախկինում ընթանում էր, իսկ ինչու են ընթանում, որտեղ վստահաբար Թուրքիա եւ Ադրբեջանի աջակցություն կար։ Հիմա ինչու չեն ընթանում։ Շատ լավ հարց եք տալիս, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, հատկապես Թուրքիային, այս պահին պետք չի նման սցենար։ Գիտեք ինչ, որովհետեւ դա նպաստել է Իսրայելի ավելի ուժեղացմանը։ Իսկ 12-օրյա պատերազմից հետո եւ վերջին 2 տարիներին տեղացած process-ներից հետո նախ շատ են սրվել Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, իսկ Իրանը ինքը կարևոր գործոն է Իսրայելի հավակնությունները զսպելու ճանապարհին, եւ քանի որ Թուրքիային այս պահին պետք չի, որպեսզի Իսրայելի դիրքերն ավելի ուժեղանան, հակառակը պետք է գործոն, պետք է միջոցներ, պետք է համագործակցություն Իսրայելի նման հավակնությունները զսպելու, դրա համար կարծում եմ, որ արտաքին ուրեմն հրահրում այդ նահանգներում չկա, որպեսզի իրավիճակը մաքսիմալ կառավարել լինի։ Այդ Թուրքիայի գործոնով է բանս, կրկնում նախկինում ինչքան որ եղել է նման գործընթաց, Թուրքիա-Ադրբեջանի միջամտությամբ դրանք ավելի մեծ ծավալով տարածվել են երկրի հյուսիս-արևմտյան թուրքախոսներում բնակեցված շրջաններում, ընդորում Իսրայելի ազդեցություն կա բավականաչափ մեծ, բայց այդտեղ կարողանում են կառավարել։ Եվ սա հստակ ցույց է նաև կարծում եմ ժեստ է թե Թուրքիայի իշխանությունների կողմից, եւ թե Ադրբեջանի իշխանությունների կողմից, որ իրենք այնուամենայնիվ որքան էլ որ Իրանից անընդհատ մեսիջներ են ուղղվում, որ մեծացել է Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում եւ այլն, այս իրենց թե քարոզչական առումով եւ թե ուղիղ հենց տեղում ազդեցության առումով այս գործընթացների չտարածում այդ նահանգներում հստակ ուղերձ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այնուամենայնիվ աջակցում են իրանական իշխանությունները, որպեսզի նրանք ապահովեն ինքնիշխանություն։ Իսկ եթե հիմա գալով արդեն ձեր հարցին, այդ ճանապարհի հետ կապված հա, եթե տեսեք, դե ամենավատթարագույն սցենարը որ կարող լինել, այդ այն է, որ լինի արտաքին ռազմական միջամտություն եւ փաստացի Իրանի ներսում գործընթացների անկառավարելիություն, դա կարող է հանգեցնել շատ մեծ անորոշության տարածաշրջանում եւ բնականաբար հենց անմիջապես Իրանի հարևանությամբ եւս։ Եվ այստեղ բնականաբար Հայաստան-Իրան սահմանը չեմ ասում այնտեղից, ասենք ինչ որ անվտանգային սպառնալիք կլինի եւ այլն, դրա մասին չեմ խոսում։ Զուտ այդ ճանապարհը, քանի որ ինքը ուղիղ գտնում է Իրանի սահմանին, այլևս միջազգային այլ կարևոր աշխարհակաղակական եւ աշխարհատնտեսական դերակատարման առումով այդքան գրավիչ չի լինի, որտեղ վտանգավոր կլինի, որտեղ եթե կա անկայունություն, կա սահմանի անկառավարելիություն, բնականաբար այստեղ շատ մեծանալու է նաև այդ ճանապարհի նկատմամբ կամ ընդհանրապես այդ ում կողմից հետաքրքրությունները։ Դե ԱՄՆ-ի բոլորի, ամբողջ, այսինքն եթե Իրանի ներսում իրավիճակը այնքան է վատթարանում, որ իշխանությունները չեն կարող կառավարել երկրի ներսում իրավիճակը, քաոսային իրավիճակ է ստեղծում, որևէ սահմանի նկատմամբ Իրանի հարևանություն բնականաբար որևէ անվտանգային երաշխիք լինել չի կարող, իսկ այդ ճանապարհը ուղիղ գնալու է Իրանի հետ սահմանին զուգահեռ, եւ բնականաբար այդ ճանապարհի
անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանալու եւ այն դերակատարները, որոնք օգտվել են այդ ճանապարհից, մտածել եմ վստահաբար արժի, որպեսզի այդ ճանապարհները կամ արժի, որպեսզի այդտեղ ներդրումներ կատարել, որտեղ շատ մեծ է անվտանգային սպառնալիքը, եթե կա քաոսային իրավիճակ, եթե կա սահմանների անկառավարություն, բայց սա վատթարագույն սցենարի մասն է խոսում։ Իսկ գոնե միջին էլի ոչ դրական սցենարի դեպքում դա իրանական իշխանությունների թուլացումն է տարածաշրջան, իսկ այդ թուլացման պարագայում էլի մեզ համար որևէ դրական զարգացում չի կարող լինել, ինչու որովհետև Իրանը ինքը իրենով, ինչպես արդեն նշեցի, տարածաշրջանում թուրքական տարին զսպելու շատ մեծ դերակատարում է ունեցել եւ նաեւ իհարկե Հայաստանն աջակցել է բազմաթիվ ուրեմն դեպքերում անվտանգային հատկապես հարցերում։ Հիմա իրենք էին ասում, որ այդ ճանապարհը Զանգեզուրի միջանցքի տրամաբանություն ունի, հետո այստեղից իշխանությունը խոսեց, որ մենք կհամաձայնեցնենք, կխոսենք, կպարզաբանենք ամեն ինչ իրենց հետ, բայց արդեն բոլորը անգամ են իրակայել։ Դե գիտեք ինչով է պայմանավորված, որովհետև նայեք, հիմա իրենց նպատակն այն էր, որպեսզի ընդհանրապես բացառային այդ ճանապարհի այդ նախագծի կենսագործումը։ Հիմա կապ չուներ իրենց համար մեծ հաշվով դա Թուրքիայի, Ադրբեջանի վերահսկողությամբ կներ, Ռուսաստանի վերահսկողությամբ կներ, թե մեկ այլ դերակատարի։ Այսինքն Զանգեզուրի միջանցքը ինքը դրանով դրա տրամաբանությունը այն է, որ ստեղծվել է մի նոր կապուղի, որը Հայաստանի վերահսկողությունից դուրս է լինելու է անմիջապես Իրանի սահմանին, մեծ հավանականությամբ կարող է խախտել Իրանի եւ Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը եւ դառնալու է այլընտրանքային կապուղի, որը շրջանցելու է Իրանը, այսինքն որևէ կերպ դա չէր կարող բխել Իրանի շահերից, դրանով էր պայմանավորված նրանց մոտեցումը։ Հիմա երբ որ անակնկալ կերպով օգոստոսի 8-ին ստորագրվեց TRIP-ի վերաբերյալ ուրեմն համաձայնագիրը, այդ ժամանակ տեսեք մտահոգություններն արդյոք այստեղ ոչ, իհարկե ոչ, տեսեք իրենց նպատակը ինչպես արդեն նշեցի, ընդհանրապես այս նախագծի չեղարկում էր, բայց դա հնարավոր չեղավ։ Հիմա չկա այս պարագայում Թուրքիա-Ադրբեջան, չկա Ռուսաստան, օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ այդ ճանապարհի վերահսկողը Ռուսաստանն է լինելու, Զանգեզուրի միջանցքի նախագծով Թուրքիան, Ադրբեջանն է լինելու։ Հիմա կա մեկ այլ երկիր, Միացյալ Նահանգները, որը ոչ պակաս կարևոր, ասեմ ավելին, ավելի շատ ավելի մեծ վտանգ է իրենց համար ներկայացնում։ Սա է պատճառը, որ նրանց արձագանքը չնայած ռետորաբանության մակարդակում հատկապես կառավարությունը, նախագահը, արգոսնախարարությունը ենք ավելի մեծ ռետորաբանություն են կիրառում, բայց երկրի ներսում վերլուծությունն այնպեսին է, որ այս նախագիծը ինքը Իրանի շահերից չի բխում եւ պետք է փորձ անել առնվազն այնպես անել, որպեսզի դժվարանա դրա իրականացումը։ Եվ քանի որ իրենք իրենց սեփական ներուժը չունեն այդ նախագիծը դրա իրականացումը կանգնեցնելու, իրենց հիմնական խաղադրույքը Ռուսաստանի միջոցով կամ Ռուսաստանի աջակցությամբ կամ Ռուսաստանի հետ միասին դրա կանգնեցնելն էր, բայց ունենք այն ինչ ունենք։ Իսկ հնարավոր չեք համարում, որ հենց ԱՄՆ-ն օգտագործի իսկապես այդ ամեն ինչը եւ օգտագործի այդ ճանապարհը հենց Իրանի դեմ։ Ինչի մասին շատ է խոսում հենց ի սկզբանե, որ մենք դառնում ենք գործիք, միջոց, նախ պետք է հասկանալ, մենք հիմա ընդհանրապես գործ ունենք ինչ որ պայմանավորվածությունների հետ, փաստաթղթին հանձնված ինչ որ նախագծի հետ, որը դեռևս քննարկվում է, որը դեռևս երկար ճանապարհ պետք է անցնի միսիոներում ստանալու համար։ Իսկ երբ որ այդ նախագիծը արդեն կյանքի կոչվի, որտեղ էլ եմ ասում, տեսեք նույն տարածաշրջանային զարգացումները անընդհատ ավելի մեծ հարցականներ են առաջացնում։ Դե խոսում էր Ադրբեջանը, որ Եվրամիությունը ներգրավվածություն ունենա այդտեղ։ Ոչ միայն բազմաթիվ երկրներ կան, որոնք փորձում են ներգրավություն ունենալ։ Նույն Պարսից երկրներից Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրություն ունի, Կատարը, անգամ Թուրքիան հետաքրքրություն ունի։ Բայց եթե տարածաշրջանում այլ նման անակնկալ զարգացումներ են տեղի ունենում, այս նախագծի իրականացման հետ կապված անընդհատ բարդություններ են առաջանում, բայց հիմա նշեմ, միանշանակ է, որ այդտեղ եթե Միացյալ Նահանգների ներգրավվածությունն եղավ, եւ բնականաբար եթե Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններն այս մակարդակի վրա եղան, բնականաբար Միացյալ Նահանգները փորձել է օգտագործել նաեւ այդ ճանապարհի գործոնը իր շահերը հաշվի առնելով։ Նույն օրինակ այնտեղ վստահաբար կարող են տեղակայվել
Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններ, որոնք առնվազն վերահսկելի կդարձնեն Իրանի սահմանի այդ հատվածը, որևէ մեկը չի կարող դա բացառել։ Բայց այստեղ կա մեկ այլ կարևոր հանգամանք Հայաստանի Հանրապետության գործունը, քանի որ Հայաստանի Հանրապետությունն է ստանձնել այդ նախագծի իրականացումը իր համաձայնությամբ եւ նախաձեռնությամբ Միացյալ Նահանգները ներգրավել այս process-ին, Հայաստանն էլ պետք է փորձի կառավարել, այսինքն բայց մենք վարձակալության մասին ենք նույնիսկ խոսում, եթե դու այդ տարածքը դարձես վարձակալություն, տարածքի վարձակալությունը մեկ այլ բան է, բայց ոչ, հենց թրիպի վերաբերյալ ուրեմն այդ փաստաթուղթը, որը կա, ինքը Հայաստանի Հանրապետության լիարժեք տալիս է ուրեմն հնարավորություններ կառավարելու այդ ճանապարհը։ Բայց հաշվի առնելով ԱՄՆ-ի ու մեր ուժային Դե հենց այստեղ եմ նշում, որ եթե մտել ես այս նման խաղի մեջ, պետք է բոլոր վտանգները հաշվի առնել եւ պետք է փորձել կառավարել այդ ամեն ինչը, որովհետեւ տեսեք ամենամեծ վտանգն ու մտահոգությունը հենց դա է, դրա մասին բոլորն են նշում, որ կարող է այդ հատվածը վերածվել աշխարհակաղակական լուրջ բախումների, ուրեմն բայց հնարավոր է իսկապես հաշվարկել կարծում այո, միանշանակ կարծում որ հնարավոր է, ոչինչ բացառել չի կարելի, պետք է պարզապես նախ կարգավորումների վերաբերյալ բանակցություններում հաշվի առնել բոլոր հնարավոր մանրուքները, որոնք կարող են խնդրահարույց լինել, հետո էլ բնականաբար նույն այդ ընկերության կողմից, որը ստանձնելու է աշխատանքը ճանապարհը, այդտեղ ունենալ այնպիսի փաթեթ, այնպիսի դերակատարում, որը ոչորոշ կլինի, որոշիչ կլինի եւ կարողանա Հայաստանի համար բացառել բոլոր անվտանգային ռիսկերը, այսինքն չի կարող լինել մի նախագիծ, որը Հայաստանի համար կառաջացնի անվտանգային մարտահրավերներ, տնտեսական խնդիրներ, քաղաքական բարդություններ եւ այլն։ Պետք է լինի այնպիսի նախագիծ, որը բացառապես ուղղված է լինելու Հայաստանի Հանրապետության շահերի առաջնորդման, իսկ ասում տրամաբանությունը այդպեսին պետք է լինի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։